Վերջին զանգի տոնական առավոտը Մոնթե Մալքոնյանի անվան հիմնական դպրոցում լուրջ ու պարտավորեցնող միջոցառումով սկսվեց։ Դասասենյակներից մեկում բացվեց Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին։ Արարողությանը ներկա էր Պաշտպանության նախարարը։ 1 տարի առաջ զոհված զինվորը այս դպրոցի հետ կապ չի ունեցել, սակայն տնօրինությունը որոշել է նորաբաց դասասենյակը կոչել հերոսի անունով։ 14-9-րդ դասարանցի հրաժեշտ են տալիս հիմնական դպրոցին, խոստանալով, որ նաև Արմենի ու մյուս հերոսների քաջությունները հիշելով են միշտ առաջ շարժվելու։ Մեր դպրոցի Մոնթեի ոգի Մոնթեի շունչը ինձ թվում է նրանց մեջ այնքան երկար կմնա, որ անկախ նրանց որտեղ նրանք շարունակեն իրենց ուսումը, միևնույն է, իրանք պետք է շարունակեն այս ոգով։ Մինչ 9-րդցիները պատրաստվում են ավագ դպրոցներում կյանքի նոր փուլ մտնել, ավագներում վերջին զանգի արարողություններն են։ Ինչից է մեր գլխերը վերջին զանգի, մեծ ապրումներից է մեծ հույզերից։ Թիվ 112 դպրոցում հատուկ են պատրաստվել, որովհետև հատուկ հյուրեր ունեն։ Վարչապետն ու կրթության գիտության նախարարն են հետևում աշակերտների երկուպարին, սակայն շրջանավարտներին հանգիստ նստած նայել չի լինում։ Նրանք ոտքի կհանեն յուրաքանչյուրին։ Հուզված ուսուցիչներ, ոգևորված աշակերտներ ու մտովի երիտասարդություն տեղափոխված պաշտոնյաներ։ Վերջին զանգի արարողությունը խառնել է իրականությունը։ Գրեթե միշտ հրատապ հարցեր քննարկող կառավարության անդամներն այսօր խոսում են այլ թեմաներից, չմոռանալով իհարկե խրատել նոր կյանք մտնողներին։ Մենք ելվելու ենք մեր ապագան կառուցելու ձեր վրա։ Ես ուրախ եմ, ես վստահ եմ, որ դուք լավ կրթություն եք ստացել։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դուք կարողանաք ձեր կրթությունը օգտագործել, դառնալ ուսանողներ, դառնալ լավ մարդիկ եւ ծառայել մեր պետությանը։ Շատ չարություն ենք արել։ Վերջին զանգի օրը ուրեմն մենք հանդիսավոր արարողությունից հետո հավաքվեցինք մեր դասարանում եւ գնացինք Արտաշատ քաղաք։ Այնտեղ ունենք այգի։ Փորձեցինք մեր դասարանի աղջիկներին հյուրասիրել, պաղպաղակ եւ այլ չարություն արեցինք մենք։ Կարծես թե գիտեք այս տարիները մարդու ամենաերջանիկ, ամենաանարատ տարիներն են, որ ոչ մի հոգս չունի, այսինքն կարող է ունենալ հոգսեր շատ մանր։ Կարող է մարդ ներսի արգելք ունենա, ինքը հասկանա ներսում ինչ կարելի անել, ինչը չի կարելի անել։ Դա չէ դրսում միշտ էլ ասում են չխմեք, չծխեք այդ օրը, չարություն չանեք, կռիվ չսարքեք եւ այլն եւ այլն։ Դասից ո՞րն է կարել այդ օրը։ Անկեղծ ծխել եմ։ Տարիներն անցել են, հիմա այլ են երիտասարդությունն ու կյանքի ռիթմը։ Եթե օրինակ այսօր կրթության գիտության նախարարը որպես անցած տարիների վարհուր հիշեց ծխելը, ապա այս շրջանավարտները պատմելու այլ բան կունենան։ Հարմար պահը չեն կորցնում եւ պաշտոնյաներին դիմում են ժամանակակից հարցով. կարելի է սելֆի անել։ Վարչապետի հետ սելֆի անելը ինչ-որ մի նշանակություն ուներ, ինչ-որ մի հուշ էր մեր 12-րդ դասարանը վերջացնելուց, ինչպես Նժդեհն էր ասել, ցույց տուր ձեր երիտասարդությունը, կասեմ թե ինչ ապագա ունեք, սա է մեր ապագան, նայեք տեսեք ինչ ապագա ունենք, ինչ պայծառ ապագայի տեր մարդիկ ենք։ Այսօր ամենակարևոր օրից մեկն է կյանքի, ոնց որ մեծ կյանք ենք մտնում։ Շատ ուրախ օր է, շատ հավես օր է ու ասենք չենք ուզում որ այս օրը ավարտվի։ Արմինե Ավետիսյան, Արման Ղարիբյան, Աշոտ Սարգսյան, այսօր։